Բարև ձեզ, Նարոդեյմի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Հայաստանի սոցիալիստական շարժման երիտասարդական թևի ղեկավար Արթուր Գիշյանին։ Բարև ձեզ Արթուր։ Բարև ձեզ։ Ուզում ենք շնորհակալություն հայտնենք մեր հրավերը ընդունելու համար եւ խնդրում ենք ասեք ինչպիսին է ձեր շարժման հիմնական առաքելությունը։ Ասեմ նախ առաջ շնորհակալություն եմ հայտնում հրավերի համար։ Մեր շարժման հիմնական առաքելությունը այն է, որ Հայաստանում այս բանը չի տիրում սոցիալական որևիցե արդարություն։ Հայաստանում չկա տնտեսական որևիցե առաջընթաց։ Սոցիալիստական շարժման հիմնական նպատակը այն է, որ լինի աշխատավորների ժողովրդի համար սոցիալապես հավասար պայմաններ։ Ժողովուրդը ապրեն հավասար պայմաններում եւ չլինի այնպես, որ ինչ-որ մեկը ապրում է շատ լավ, իսկ մյուսը հացի խնդիր ունի։ Մեր հիմնական շարժման նպատակը դա է։ Այսինքն մի փոքր կմանրամասնեք ինչպիսի գնահատական կտակ ներկայիս այսպես ասած սոցիալիստական արդարության վիճակին, ինչ գնահատական կտակ։ Իմ գնահատականը միանշանակ կլինի ոչ թե ներկայի մասին, այլ իմ գնահատական կլինի նման ձևով, որ Հայաստանը սովետական միությունից հետո սոցիալական արդարություն ոչ մի րոպե չի ունեցել, որը կարիք եմ տեսնում, որ պետք է վերադարձնենք ժողովրդին, կարիք եմ տեսնում, որ մեր ժողովուրդը պետք է ապրի սոցիալական արդարության մեջ։ Լավ։ Իսկ ինչ խնդիրների լուծում եք դուք այս պահին առաջարկում։ Առաջարկը միանշանակ այն է, որ Հայաստանը պետք է շարժվի դեպի սոցիալիստական գաղափարախոսության ճանապարհով։ Առաջարկը այն է, որ Հայաստանում ընդհանուր առմամբ պետք է փոխվի սահմանադրություն, պետք է փոխվի Հայաստանում ընդհանուր երկրի բնականոն վիճակը եւ Հայաստանը պետք է դառնա սոցիալիստական Հայաստան։ Մենք ունեցել ենք մեծ ժառանգություն սովետական միությունից, որոնք որ այսօր գտնվում են ավերակ վիճակներում։ Այդ ամեն ինչը պետք է ուղղակի նորից սկսվի աշխատացնել։ Մենք ունենք արտադրություններ, մենք ունենք հանքեր, մեր երկիրը ընդհանուր առմամբ այդքան էլ աղքատ երկիր չէ։ Պարզապես մեր հարստությունը բաշխված է որոշ մարդկանց։ Այդա պետք է հետ բերել, վերադարձնել պետությանը եւ պետությունը զարգացնել, տանել դեպի տնտեսական աճի։ Այսինքն ձեր խոսքից կարող ենք հասկանալ, որ դուք ուզում եք լիարժեք գլոբալ փոփոխություն կատարել Հայաստանում ու դուք ներգրավում եք երիտասարդներին, այ ասեք ինչ միջոցով, ինչի շնորհիվ եք ներգրավում երիտասարդներին։ Այ օրինակ ես sense կասեմ ձեզ, Արեն ջան, 2012 թվականին, երբ որ ստեղծվեց սոցիալիստական շարժումը, առհասարակ ես ինքսի մեջ չէի հավատում, որ մեր երիտասարդները հավանություն կտան սոցիալիստական գաղափարախոսությանը, բայց աշխատանքի արդյունքում հասկացա, որ մեր երիտասարդները նույնպես ցանկանում են, որ երկրում լինի սոցիալիստական արդարությունը։ Մեր երիտասարդները ծնվում են, մեծանում են, դառնում են երիտասարդ ու հասկանում են, որ այս երկրում չկա արդարություն, չկա սոցիալիզմի որևիցե գաղափարախոսություն, իսկ նրանք երբ որ ուսումնասիրում են սոցիալիզմը, իրենք հենց ինքնուրույն արդեն դառնում են սոցիալիստ։ Ես ունեմ դրա նմանատիպ շատ հարազատներ, շատ ծանոթներ, ընկերներ, բարեկամներ, ովքեր որ չեն ծնվել սովետական միության տարիներին, ինչպես նաև ես, բայց երբ որ ուսումնասիրել ենք, հասկացել ենք նման գաղափարախոսության իմաստը, հասկացել ենք նման գաղափարախոսությունը երկիրը չի կտանի, մենք բոլորս միամուռ կերպով ուզում ենք, որ մեր երկիրը տնենք սոցիալիստական ճանապարհին։ Այսինքն ձեր խոսքից կարող ենք հասկանալ, որ մեր երիտասարդները այսօր չեն գնում այն հոսքի հետևից, փորձում են լինել, այսպես ասած, ժողովրդի կողքը, հա, ժողովրդի կողմից լինել դեմ չեն հավասարությանը ու ինչ է կարծում այդ մեդիա դաշտը, որի միջոցով օրինակ երիտասարդները իմանում են, տեղեկանում են, որ կան սոցիալիստական շարժում, այ ինչպիսի ազդեցություն է ունենում երիտասարդների մոտ։ Միանշանակ կարամ ես sense ասեմ 10-ից 10 բոլոր այն երիտասարդները, ովքեր որ եկել են, ծանոթացել են, ուսումնասիրել են այդ գաղափարախոսությունը, միացել են մեզ։ Դեռևս չենք ունեցել մի մարդ, ով որ կգա կծանոթանա գաղափարախոսությանը ու կասի, չէ, ես դեմ եմ սոցիալիզմի գաղափարախոսությանը, ես դեմ եմ, դա լավ գաղափարախոսություն չի, կամ դա մեր երկիրը կտանի կործանման, ես դեռ չեմ ունեցել նմանատիպ երիտասարդներ։ Ինձ թվում է մեր երիտասարդների մեջ պարզապես մի քիչ խնդիր կա, որովհետև անընդհատ դրսի ուժերը Եվրոպայից ներմուծված Եվրոպայի ֆինանսներով ուժեր կան Հայաստանում, ովքեր փորձում են քայքայել երիտասարդությանը, պառակտել, տանել այլ ճանապարհներով։
բայց երբ որ նրանք հասկանում են ճիշտ ճանապարհը, միանգամից մոռանում են այդ եվրոպական ամեն ինչ ու վերադառնում են իրականություն, հասկանում են, որ իրանք ապրում են մի երկրում, որտեղ որ պետքա սոցիալական արդարություն։ Ուրեմն սոցիալական արդարություն այսօր որ ես ուզում եմ Արեն ջան, ես չեմ ուզում իմ համար, չեմ ուզում քո համար։ Դա շատ երկար ճանապարհ պետք է հասնենք այդ արդարությանը հասնելու համար։ Ես ուզում եմ, որ մեր երեխաները ապրեն սոցիալական արդարության մեջ։ Այսինքն լինի կրթությունը հավասար բաշխված բոլորի համար։ Բոլորը կարողանան անվճար կրթություն ստանալ, ոչ թե եթե իմ papan կամ քո papan գումար ունի ու կարող է ինստիտուտի վարձ տա, ուրեմն մենք կսովորենք։ Իսկ եթե մեկի papan չունի այդ գումարը, ուրեմն ինքը պետք է մնա անգրագետ։ Չէ, այդ չեղավ արդեն նորմալ։ Նորմալը նա է, որ պետք է լինի հավասարություն, բոլորը ունենան կրթության իրավունք, բոլորը ունենան հավասարություն իրավունք, ու դրանից հետո արդեն կերևա ով էր իրականում խելացի մարդ, ով էր իրականում առաջ գնացող մարդը։ Մենք ունենք շատ, ես ունեմ ծանոթ մարդիկ, ովքեր որ ֆինանսի պատճառով, կապիտալիզմի պատճառով չեն կարողացել հասնել հաջողությունների։ Իսկ այդ շարժմանը որպես ջատագով լինելով ոնց է կարծում դուք կարող եք հասնել Հայաստանում որպես ներկայային կապիտալիստական երկիր Հայաստանում ունենեք հաջողություն։ Այս նոր ձեզ ասեցի էլի, դրա համար ինձ պետքա շատ երկար ճանապարհ անցնել։ Այսինքն մեզ պետքա որ մեր ժողովուրդը ովքեր որ սովետական միությունը տեսել են, ես այդ մարդկանց վրա նույնիսկ վստահ եմ, որ իրանք կուզենան նորից լինի սոցիալիստական երկիր, լինի արդարություն, որովհետև իրանք դա ապրել են, դա տեսել են, դրա արդյունքը տեսել են, որից հետո 30 տարուց ավել ապրել են կապիտալիստական երկրում, սրա արդյունքն են տեսել, այդ մարդիկ միանշանակ իմ կողմնակիցներն են։ Այս նոր սերունդի հետ ուղղակի պետքա տանել աշխատանք, որը որ ես տանում եմ ամեն օր, որը որ ես ամեն վայրկյան այդ աշխատանքը տանում եմ եւ ասեմ, որ արդյունքը շատ լավ է։ Գիտեք ինչն է հետաքրքիրը, որ այսօր ամբողջ Հայաստանում բիզնես, անընդհատ բիզնես, մարքեթինգային ինչ որ դասընթացներ են անցկացվում, որ մարդուն տանեն դեպի բիզնես ոլորտի, ինքը դառնա լավ բիզնեսմեն։ Ես ուզում եմ հասկանամ, հնարավոր է արդյոք այդ ճնշումներին դիմանալ ու երկիրը դառնել դեպի հավասարության, սոցիալիստական հավասարության, ոնց որ դուք նշեցիք, որ բոլորը կարողանան նույն կրթությունը ստանան, բոլորը կարողանան հավասարաչափ, չգիտեմ, նույն կերպ ապրեն ու բոլորը ունենան նույն ապրելակերպ։ Ասեմ անջան, ուրեմն սոցիալիստական գաղափարախոսությունը ինքը իրանից ներկայացնում է աշխատավորի հավասարություն, աշխատավոր ուժի հավասարություն։ Հիմա եթե դու կարողանում ես բիզնես վարել սոցիալիստական երկրում, հա, սովետական միությունում նույնպես կային բիզնեսմեններ։ Եթե դու կարողանում ես բիզնես վարել, դու կարողանում ես համագործակցել, այսինքն կոնկուրենցիա տանել պետության հետ, ճիշտ աշխատանք կատարել, դու քո բիզնեսը վարի։ Մենք խնդիր ունենք ոչ մաքուր բիզնեսների։ Մենք խնդիր ունենք դրա հետ, նայ, անունով մենք կապիտալիստական երկիր ենք կոչվում, անունով մենք հարկատուներ ենք, հա, աշխատում ենք եւ հարկ ենք վճարում պետությանը։ Հենց ես համոզված ես ասում չկա այդ արդարությունը։ Իսկ եթե դա չի աշխատել 30 տարի, ուրեմն միանշանակ այդ համակարգը փոփոխության ենթակա է։ Այ եթե լինի սոցիալիստական երկիր եւ դու որպես կորպորատիվ ինչ որ մի բիզնես ես կարող վարես ու մրցակցես պետության հետ, հաջողություն քեզ, ես ցանկանում եմ որ քո բիզնեսը հաջողություն ունենա։ Բայց սոցիալիստական երկրում ես չեմ տեսնում որ հնարավոր է որ երկրի ընդերքը պատկանի ինչ որ մեկին։ Այ օրինակ մենք ունենք բենզամոլիբդենային գործարաններ, չէ՞։ Հա, դա ինչ որ անհատ մարդկանց է պատկանում։ Ու ոչ միայն տղանձարներ։ Հա նորմալ է այդ երկրում, կապիտալիստական երկրում։ Ես այդ մարդկանց դեմ ոչինչ չունեմ։ Նորմալ է որ իրանց է պատկանում։ Այ եւ որ լիներ սոցիալիստական երկիր, ու այդ պատկաներ պետությունը զբաղվեր նմանատիպ գործերով, մեր երկիրը չի ունենա բյուջեի խնդիր ու այսօր ամբողջ աշխարհին պարտք չէինք ուզի, որ մենք կարողանանք զենք առնենք կամ էլ։ Տենց եմ մտածում ու միանշանակ ինձ թվում է որ կհասնենք հաջողության, որովհետեւ նայ սոցիալիստական երկիր կդառնալու ճանապարհին ուրեմն երկիրը դառնում է սոցիալիստական, եթե երկիրը հասնում է աղքատության շեմին։ Հիմնականում փորձը տենց է ցույց տվել։ Ու այսօր մենք այդ փորձին ենք հասել։ Այսօր մեր երկրում բոլորը ունեն ֆինանսի խնդիր։ Բացառություն դնենք ասենք 3%, հա, բիզնեսմեններ, ովքեր որ հասել են ինչ-որ բաների, նույնից եմ ասում, բոլորը միգուցե իրանց քրտինքով են հասել ամեն ինչի, միգուցե իրանք արժանի են այդ գումարներին, ես դրա մասին չեմ խոսում։ Ես խոսում եմ 97% այն մարդկանց մասին, այն հատկապես երիտասարդների մասին, ովքեր որ այսօր կոնկրետ գումարի խնդիր ունեն, աշխատում են, այնեն չի որ չեն աշխատում։ Աշխատում են, բայց չեն հասնում իրենց հաջողություններին։
Որովհետև աշխատում են ու ընդհանուր թանկացումները այնքան ազդում այդ մարդկանց վրա, որ իրանք չեն կարող ոչ մի բան ստեղծել։ Այ պետքա լինի սոցիալական արդարություն, այդ աշխատողի հանդեպ հարգանք, այդ աշխատողին գնահատեն։ Ես հիմա չեմ ասի կոնկրետ ինչ աշխատանքներ, բայց ես բազմիցս հանդիպել եմ աշխատանքներ, իմ ընկերներ, որ գնացել են աշխատել ինչ-որտեղ, ու ես հասկացա, որ իրենք ճիշտ չեն գնահատում։ Սոցիալիստական երկրում հնարավոր չի նմանատիպ աշխատանքներ ճիշտ չգնահատվի։ Էտա սոցիալիզմը, էտա արդարությունը։ Շատ լավ, շնորհակալություն եմ ուզում քեզ հայտնել Արթուր ջան հայրցազրույցի համար ու մաղթում եմ քեզ հաջողություն որպես երիտասարդական թևի շարժման ղեկավար, որ օգնես երիտասարդներին լինել քեզ հետ ու ունենանք հավասարություն մեր երկրում, թե ուսման եւ առհասարակ մեր Հայաստանը լինի հավասար, քանի որ մենք փոքր ազգ ենք ու շատ լավ կլինի, որ մեկս մյուսից բարձր չդասենք։ Քեզ եւս մեկ անգամ շնորհակալություն հարցազրույցին չմերժելու։ Շատ շնորհակալ եմ, հաճելի էր, ցանկանում եմ ձեզ սոցիալական արդարություն։ Շնորհակալություն։